Ընտրություններից անցել է արդեն 2 օր, խորհրդարան անցած ընդդիմությունը դեռ հստակ չի հայտարարել գործողությունների առաջիկա պլանը։ Վերցնում են մանդատները, թե ոչ։ Հայաստան դաշինքը նշում է, որ դիմում են սահմանադրական դատարան։ Ուժեղ Հայաստանը սպասում է Բարգավաճ Հայաստան կուսակցության տվյալներին։ Բարգավաճ Հայաստանն էլ դեռ օդում կախված է մնացել, վերահաշվարկի համար են դիմել։ Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը անդրադառնալով ստեղծված իրավիճակին եւ հիմնական ընդդիմության արձագանքներին նշում է, որ կարելի է 2 եզրակացություն անել։ Փորձելու է խանգարել քաղաքացիական պայմանագրի որակյալ մեծամասնության հարցում եւ երկրորդ որ խանգարել է ինչպես նախորդ խորհրդարանի դեպքում այս դեպքում եւս ինստիտուցիոնալ ընդդիմության գլխավոր գործառույթներ լինելու։ Այսինքն մեծ հաշվով մենք նորից գալիս ենք նույն կետի, որ ունենում ենք նույն խորհրդարանը, ինչպես եւ նախկիններ, ուղղակի ինչ-որ անձերի փոփոխություն է տեղի ունենում։ Եթե գործառույթները հաշվի առնենք, այո, ընդհանուր գլոբալ տրամաբանությունը հաշվի առնենք, այո, եթե փորձենք մանրամասները ուշադրություն դարձնել, մի փոքր այլ խորհրդարան ենք ունենալու, առաջին հերթին մենք պետք է հաշվի առնենք, որ այս խորհրդարանում 2 գլխավոր ինստիտուցիոնալ ուժերը, եթե Բարգավաճ Հայաստանը չի անցնում, 2 ամբողջ ընդդիմությունը փաստացի ուղղորդվելու է Ռուսաստանից, եւ մյուս կողմից պետք է ուշադրություն դարձնենք, որ այս դեպքում իսկապես շատ ավելի դժվար է լինելու քաղաքացիական պայմանագրի համար, որովհետև սահմանադրական մեծամասնության հասնելու շատ մեծ հեռավորության վրա են, կախված Բարգավաճ Հայաստանի անցնել չանցնելուց 6 կամ 9 պատգամավոր է պետք լինել սահմանադրական մեծամասնություն ունենալու համար, ինչը նշանակում է առևտուր, իսկ այդ առևտրում փաստորեն պետք է հաշվի առնվեն նաև Ռուսաստանի շահերը։ Եվ երկրորդը որակյալ մեծամասնություն ունենալու հարցը այս պահին դեռևս արկախված է։ Եվրամիությունն այսօր առավոտյան իր տարածած հայտարարությամբ կոչ էր անում ընդդիմությանը հարգել քվեարկության արդյունքները, իսկ ահա Մոսկվան դեռ լուռ է, երեկվանից ենթադրյալ ընտրախախտումներ են ուսումնասիրում։ Ղևոնդյանի խոսքերով պատճառները տարբեր են։ Այստեղ պատճառները տարբեր են։ Եվրոպական երկրներից մենք տեսնում ենք բազմաթիվ շնորհավորանքներ, որովհետև նրանց շահերը փաստացի Հայաստանում իրացվել են։ Նրանց շահերից էր բխում, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակի իշխանավարել, Ռուսաստանի շահերից չէր բխում, բայց Ռուսաստանից արդյունքներ չլինելու հարցում պատճառը բացարձակ այլ է։ Պատճառն այն է, որ Հայաստանում գործող ռուսամետ քաղաքական ուժերը այլ պատկեր էին ներկայացնում անընդհատ։ Մինչև ընտրությունների օրը նրանք ներկայացնում են, որ իրենք շատ ուժեղ են, որ իրենք շուտով արդյունքի են հասնելու, չգիտեմ, օրինակ Թաթոյանի կուսակցությունը կարող է ներկայացնել, որ իրենք անպայման հայտնվելու են ազգային ժողովում, ուժեղ Հայաստանը ընդհանրապես Ռուսաստանին ներկայացնում են, ինչ էին ասում, դա այլ հարց է, Ռուսաստանում իրենց հետ աշխատող գործընկերներին ներկայացնում են, թե իրենք ահա ու որ իշխանություն կվերցնեն, Քոչարյանը հայտարարում է, թե քանի որ սահմանադրական խնդիր կա, որ իշխանություն վերցնի ուժեղ Հայաստանը ինքն է տեխնացուն լինելու, այսինքն Ռուսաստանում սպասումները բացարձակ այլ էին։ Այն արդյունքը, որը եղել է, առաջին հերթին Ռուսաստանում հարցեր է առաջացրել, հարցեր իրենց կողմից պաշտպանություն եւ որոշակի աջակցություն ստացած ուժերին, որովհետեւ այդ ուժերը անընդհատ ներկայացրել են, թե իրենք իշխանություն են վերցնելու։ Ինչու են ներկայացել, որովհետեւ եթե իրենք ասեին, թե մենք գնում ենք երկրորդ տեղը վերցնելու, մենք գնում ենք ընդդիմություն լինելու, այն աջակցության մասը, որը կար, այդքան չէր լինի, ռեսուրսները այդքան չէին կարողանա ծախսել։ Ի վերջո այդ արդյունքն էլ գուցե չգրանցեին։ Այսինքն խաբվել են Ռուսաստանի իրական պատկերը ցույց չեն տվել, որովհետև անհնար էր, որ իրենք էլ չիմանային, որ իշխանություն չեն։ Տեսեք, օրինակ ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Պուտինի հայտարարությունից արդեն պարզ էր, որ այն պատկերը, որը իրականում գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, Պուտինին հայտնի չէ։ Նա չգիտի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի տրամադրությունները, նա իրականում ամբողջապես չի պատկերացնում, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն Ռուսաստանի հանդեպ, Ռուսաստանից եկած գործիչների հանդեպ, եւ դրա մեղավորը Պուտինի խորհրդականները չեն, դրա մեղավորը այն մարդիկ են, ումից Պուտինի խորհրդականները ստանում են տեղեկատվություն եւ հետո հայտնում են Պուտինին։ Իսկ այդ մարդիկ Հայաստանում գործող այն ուժերն են, որոնց ձեռնտու է, որ Ռուսաստանում այդպես մտածեն, որովհետեւ ինչպես ասացի, դրա տակ նրանք ավելի շատ ռեսուրսներ են կարողանում կորզել Ռուսաստան։ Մոսկվան արդյոք չուներ պլան B։ Պլան B-ն աշխատեց փաստացի եւ ես չեմ կարծում այնտեղ այնքան միամիտ են սկսած Կիրիենկոյից միջև Պուտին այդ բոլորը, չգիտեմ, Լավրովը, Զախարովան եւ այլն նույնիսկ ցավոք սրտի հայկական ալգաններով ռուսները, ես չեմ կարծում, որ նրանք այնքան միամիտ էին, որ կարծում էին, այդպես 100%-ով հիմնվում էին այն տեղեկատվության վրա, որը նրանց տալիս էին Սամվել Կարապետյանները, Ռոբերտ Քոչարյանները, Թաթոյանները եւ այլն։ Նրանք ունեին պլան B, պլան C եւ այլն, եւ պլան B-ն փաստացի աշխատեց, ինչ
ինչ էր դրա էությունը, որ եթե հնարավոր չէ իշխանություն վերցնել, գոնե ազգային ժողովում ունենալ այնպիսի պատկեր, որ ընդդիմությունը հնարավորինս ավելի շատ խոչընդոտներ ստեղծի իշխանությունների համար, եւ հենց Նարեկ Կարապետյանի հայտարարությունը դրա մասին է, որ պետք է մենք այդ խոչընդոտները ստեղծելու ենք, եւ նաեւ չլինեն ազգային ժողովում կուսակցություններ, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը կարողանա ակտիվ համագործակցել, եւ փաստացի այն կուսակցությունները, որոնք չէին սպասարկում ռուսական օրակարգը, չկարողացան հաղթահարել շեմը եւ չեն լինի խորհրդարանում։ Առաջիկա 5 տարիներին տեսնելու ենք այն, ինչ տեսել ենք նախորդ 5 տարիների ընթացքում, գուցե ավելի ագրեսիվ տոնայնությամբ, նշում է փորձագետը։ Թեև ճիշտ ասած ես այդպես համացում չեմ անցկացրել, չգիտեմ թե նախորդ խորհրդարանի ընդդիմության ներկայացուցիչներն էին ավելի ագրեսիվ, թե այս նոր խորհրդարանի ընդդիմության ներկայացուցիչները կլինեն ագրեսիվ, բայց 1-2 դեպքերում, օրինակ Էդգար Ղազարյանի դեպքում ճիշտ ասած ցանկալի կլիներ, որպեսզի ավելի մեծ մտավոր ունակություններով նկատի ունեմ քաղաքական առումով ինչ որ մեկը հայտնվեր խորհրդարանում, ցավոք սրտի նա է հայտնվելու, գուցե սա էլ զավեշտների որոշակի հնարավորություն տա մեր ժողովրդին փոքր ուրախանա։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական մարտահրավերներին ձեռք բերված պայմանավորվածություններին, Ռոբերտ Ղևոնդյանը նշում է, բախտի բերմամբ միջազգային պայմանագրերն անցնում են պարզ մեծամասնությամբ, ինչը նշանակում է, որ նույնիսկ որակյալ մեծամասնություն չունենալու դեպքում քաղաքացիական պայմանագիրը կկարողանա առաջ տանել իր արտաքին քաղաքական կուրսը։ Եթե անգամ Բարգավաճ Հայաստան ասնովի, եթե անգամ համաձայնություն լինի Բարգավաճ Հայաստանի հետ, սահմանադրական մեծամասնության շեմին հասնել հնարավոր չի լինում, անհրաժեշտ է լինելու էլի պատգամավոր կամ Հայաստան դաշինքից կամ ուժեղ Հայաստանից։ Ինչու եմ ես շեշտադրում, որովհետև Բարգավաճ Հայաստանը թեև ինքն էլ ներկայացնում է այդ ուժն էլ ներկայացնում է ռուսական ազդեցություն, բայց նաև որոշակիորեն ավելի ճկուն է փոխհարաբերությունների հարցում եւ գուցե լինել իրավիճակ, երբ համաձայնություն ձեռք բերվի, բայց դա բավարար չի լինելու կրկին, այնպես որ սահմանադրություն փոխել ըստ ամենայնի քաղաքացիական պայմանագիրը չի կարողանա, եթե սահմանադրությունը չվերաձևի այնպես, ինչպես ձեռնտու է ռուսամետ քաղաքական ուժերին, դա էլ պետք է հասկանալ դեռևս արդյոք ձեռնտու է քաղաքացիական պայմանագրին, թե չէ, որովհետև գուցե այնպիսի մոտեցումներ ռուսամետ ուժերը ներկայացնեն, որոնք քաղաքացիական պայմանագիրը ուղղակի չի կարող ընդունել ոչ միայն Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով, այլ կոնկրետ հենց կուսակցական շահերից ելնելով, որովհետև երկուսն էլ պետք է հաշվի առնեն։ Ես կարծում եմ շատ փոքր է հավանականությունը, որ սահմանադրությունը կփոխվի առաջիկա 5 տարիներին, ինչը նշանակում է մեկ կարևոր բան, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտը չի վերանա, թե Ադրբեջանը ինչպիսի դիրքորոշում կունենա, չեմ կարող ասել, բայց խնդիրը առկա է եւ այդ խնդիրը լուծում ստանալու հնարավորություն փաստացի չի ունենալու, բայց մնացած հարցերում կարծում եմ ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիրը կկարողանա իր արտաքին քաղաքականությունը շարունակել։ Ղևոնդյանը նշում է, անկախ իրավապահների աշխատանքից ընտրակաշառք բաժանելու, Ռուսաստանից մարդկանց քվեարկության բերելու բացասական ազդեցությունը հստակ է։ Բազմաթիվ այո դեպքեր բացահայտվել են, բայց կան դեպքեր նաև որոնք չեն բացահայտվել ըստ ամենայնի պրակտիկան է դա ցույց տալիս, որ գործնականում ինչքան բացահայտում է, միևնույն է չբացահայտվածներ են լինում։ Առավել եւս այն քաղաքականության դեպքում, որը որդեգրել էր Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, դրա տրամաբանությունն այն էր, որ ինչքան բռնեք, այնքան շատ եք բաժանելու, եւ դա իհարկե ազդեցություն ունեցավ։ Ռուսաստանից եկած մարդկանց ազդեցությունն էլ փոքր չէր։ Այդ ամենի ազդեցությունը կարող է օրինակ նշանակալի լինել Բարգավաճ Հայաստանի անցնել-չանցնելու հարցում, կարող է նշանակալի լինել քաղաքացիական պայմանագրի կողմից որակյալ մեծամասնություն ունենալ չունենալու հարցում, բայց արդյունքների վրա գլոբալ ազդեցություն չունեցավ, այսինքն այն արդյունքը, որը պիտի լիներ, այսինքն պիտի քաղաքացիական պայմանագիրը շարունակել պաշտոնավարել, քաղաքացիական պայմանագիրը շարունակում է պաշտոնավարել, իշխանություն ունենալ։ Երկրորդ տեղում հայտնված ուժը պիտի լիներ ուժեղ Հայաստանը, երկրորդ տեղում հայտնված ուժը ուժեղ Հայաստանն է։ Ստեղծված պատկերը փորձագետի խոսքով հատուկ է հետխորհրդային մի քանի այլ երկրների ևս։ Մոլդովայում նախագահական ընտրությունների ժամանակ ռուսամետ տեխնացուն ստացել է 45.6% մոտավորապես։ Հայաստանում ռուսամետները բոլորը միասին ստացել են ընդամենը 40%։ Այսինքն սա հատուկ է հետխորհրդային բոլոր այն պետություններին, որոնք անցումային որոշակի գործընթացների մեջ են։ Նույն իրավիճակը եղել է Ուկրաինայում ընտրությունների ժամանակ, նույն իրավիճակն է Վրաստանում ընտրությունների ժամանակ, բոլոր այն երկրներում, որտեղ իրական ընտրություններ կան, իհարկե Ադրբեջանի մասին խոսելն ավելորդ է կամ նմանատիպ երկրների մասին խոսելը։ Այնպես որ սա բնորոշ է հետխորհրդային տարածաշրջանի պետություններին, հատկապես այն պետություններին, որոնք փորձում են ժողովրդավարական որոշակի զարգացումներ ունենալ, տուրբուլենտություն կա, այդ տուրբուլենտությունը պիտի լինի, հասարակության մեջ բևեռացումը կա, այդ բևեռացումը չի կարող չլինել, առավել եւս Ռուսաստանից անընդհատ ճնշումների, անընդհատ ազդեցության դեպքում։ Տեսեք,
մի կարևոր բան է, ինչու էին հենց Ռուսաստանից մարդիկ Հայաստան բերվում, որովհետև Ռուսաստանում այդ մարդիկ թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, այնտեղ ապրում են, աշխատում են որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց գտնվում են ռուսական իշխանությունների, Ռուսաստանի իշխանությունների ամենօրյա 24 ժամյա ազդեցության ներքո։ Ռուսաստանի իշխանությունները բնականաբար այնպիսի ազդեցություն են ունենում, որը համապատասխանում է Կրեմլի շահերին։ Եվ Հայաստան գալով նրանք այդ ազդեցության հիման վրա են ընտրություն կատարում։ Հնարավոր չէ փոխել այդ մարդկանց գաղափարախոսությունը, եթե նրանք ապրում են, աշխատում են, ահարում են Ռուսաստանի Դաշնությունում։ Հայաստանի Հանրապետությունը ունի համապատասխան ռեսուրսներ այդ ազդեցությանը ուրեմն դիմակայելու Ռուսաստանի Դաշնությունում։ Հայաստանի Հանրապետությունում կան ռեսուրսներ, այդ ռեսուրսները օգտագործվում են, բայց դրանց արդյունավետությունն էլ բնականաբար շատ բարձր է։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։